ձեզ հարգելի հայրենակիցներ, ես այս պահին գտնվում եմ Նալբանդյան 104 հասցեում, այսինքն ծառայության մոտ եմ գտնվում և այստեղ հիմա տեսեք արդեն մի հատ ծառայության աշխատակից է մոտենում, որպեսզի ասի հանկարծ այստեղ չի կարելի նկարը անել։ Հա, բայց ես բան չունեմ ասելու, չի թույլատրվում, ես ձեզ չեմ նկարում, ձեզ նկարում։ Հա, շենքը չեմ նկարում, հիմա նայեք, Նալբանդյան փողոցում եմ գտնվում, շենքը ասում եմ մի նկարեք, չեմ նկարում։ Բայց ինչ եմ ուզում ձեզ հայտնել, հարգելի հայրենակիցներ, գրեթե նույն պատմությունն է, ցանկացած հիվանդ մարդ կարող է հայտնվել, այսինքն առողջության հետ խնդիրներ ունեցող, լուրջ խնդիրներ ունեցող անձ կարող է հայտնվել մեկուսարանում և կա մի պոակ առողջապահության նախարարության, այդ պոակն է որոշում տվյալ բժիշկը այցելի, օրինակ կալանավայրում գտնվող բուժառուին, պացիենտին, թե չայցելի։ Հիմա այս պոակի տնօրենը մի հատ անձնավորություն է, անունը Կամո Մանուկյան է։ Այս մեր Կամո Մանուկյանը, օրինակ Ստեփան Սամվելյանի գործով պարբերաբար ինձ նամակներ էր գրում և վերջին նամակի ապշեցուցիչը այն էր, որ նա նույնիսկ չգիտեր, որ պարոն Սամվելյանը արդեն իսկ ստանում է դիալիզ և ազատման է արդեն ազատվել է, բայց ինձ գրում է, որ մեղադրյալ Ստեփան Սամվելյանին անհրաժեշտ չէ ոչ դիալիզ, ոչ մի այլ բուժում։ Հիմա մենք գտնվում ենք մի այնպիսի խայտառակ վիճակում, որ կալանավայրերում մահվան դեպքերը, այսինքն այնքան շատ են մեղադրյալների և ազատազրկված անձանց կարգավիճակում գտնվող մարդկանց հիվանդությունները, և այդ հիվանդություններին չեն տրվում բուժում և այդ մարդիկ մահանում են կալանավայրերում։ Հիմա արդեն 2 օր է, 20 օր է, պարոն Վարդան Ղուկասյանը գտնվում է այս ԱԱԾ մեկուսարանում, թեպետ կոչվում է Արդարադատության նախարարության Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, բայց իրականում ԱԱԾ շենքով պետք է մուտք գործենք, այս շենքի տարածքով է տրանզիտը ապահովում դեպի այդ մեկուսարան և 2 օր է պահանջում է, որպեսզի իրեն հետազոտի և հետագա նաև բուժումը նշանակի իր բժիշկը, իր սրտաբանը և իր էնդոկրինոլոգը, բայց պարզվում է այս մարդիկ ասում են հիմա էլ այսօր շաբաթ օր է, աշխատանքային օր չէ, հետևաբար ձեր դիմումին ընթացք չի տրվել։ Ուրեմն պարոն Կամո Մանուկյան, այդ որ նամակներ եք ինձ գրում, նամակների մեջ չեք գրում ճշմարտությունը, ուրեմն ձեզ հայտնում եմ, որ դուք ինձանից դիմում ստացել եք և 3, եթե դուք ասում եք 3 աշխատանքային օրվա ավարտին է այդ դիմումը եղել, դա կապ չունի, և 3 չի առաջորդն եք դուք ինձանից դիմում ստացել, և հիմա ձեր կողմից կատարվածը թույլ չտալը պարոն Ղուկասյանի բժշկին այցելել իրեն և հետազոտել իրեն, ես գնահատում եմ որպես անմարդկային վերաբերմունք և դրա վերաբերյալ համապատասխան գործընթաց եմ սկսելու և դուք մի կարծեք, որ Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի հետ կապված ձեր գործառույթները մնալու են անպատիժ, որովհետև այդ առումով էլ ես համապատասխան գործառույթներ իրականացնում եմ և մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտը, որը հաստատեց, որ պարոն Սամվելյանը կարիք ունի բուժման և դուք պարտավոր եք բուժել և չեք բուժել, այդ ակտը հենց այնպես չի կայացվել, 2 ամիս մենք չարչարվեցինք, բայց վերջ ի վերջո կայացվեց։ Հիմա նույնն էլ այս դեպքում, այսինքն դուք պարտավոր եք ուղղակի միջոցներ ձեռնարկել, որպեսզի բժիշկը, այն բժիշկը, որը նրան բուժում է, պարոն Ղուկասյանին, հնարավորություն ունենա տեսնի իր պացիենտին և նշանակի բուժում։ Երեկ դուրս է գրվել պարոն Ղուկասյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից։ Ինձ հայտնեցին, որ առաջի բուժօգնությունը, որը անհրաժեշտ է եղել այդ ճգնաժամային վիճակում, տրամադրվել է, բայց նա շարունակում է մնալ
հիվանդ, այսինքն այնպես չէ, որ նա առողջացել է վերջնականապես եւ հետեւաբար բուժօգնության կարիք ունի եւ եթե դուք բուժօգնություն չեք տրամադրում, դա նշանակում է դուք մարդուն ուղղակի խոշտանգում եք։ Սա ես ուղղում եմ եւ առողջապահության նախարարին Տիկին Ավանեսյանին, որովհետեւ այդ պոակը ճիշտ եք ասում, բոլորի հերը պետք է հանիծել։ Պոակը գտնվում է նաև առողջապահության նախարարության ենթակայության ներքո եւ ես իրեն էլ եմ ուղղում այդ Տիկին Գալյան, որ ինչ-որ բարբերաբար ֆոտոսեսիա, ինչ-որ վիդեոսեսիաներ է կանում եւ այլն, խնդրում եմ անդրադառնալ այս հարցին նույնպես, դուք եք պատասխանատու, որովհետեւ քրեակատարողական ծառայության այդ ղեկավարությունը նաև ձեզ է ենթարկվում, այսինքն Ծովինար Թադևոսյանին խնդրում եմ հայտնեք, որ նման հարց է առաջացել երեկվանից պարոն Ղուկասյանը, ավելի շուտ 3 չի առաջորվանից, երբ այդ ճգնաժամը արձանագրվեց, չի կարողանում հանդիպել իր բուժող բժիշկների հետ։ Այդ բուժող բացի այդ, որ չի կարողանում հանդիպել, փաստորեն բուժումը տեղի չի ունենում այս մարդուն, բուժօգնություն չի տրամադրվում։ Ինչու չի տրամադրվում, դա դիտավորություն է։ Մենք հասկանում ենք, ձեր դիտավորությունը մենք հասկանում ենք, բայց ես ձեզ թափունցան կոչ եմ անում։ Եթե ունեք նման պատվերներ, ես համոզված եմ, որ ունեք, դրա համար եք խոչընդոտում, որպեսզի պարոն Ղուկասյանը չստանա համապատասխան բուժօգնություն։ Ուղղակի թափունցան կոչ եմ անում, որովհետև կյանքը այս ամենով չի ավարտվում։ Ձեզ սպասվում են երկար եւ ձիգ տարիներ պատասխանատվության կանչելու հարցում։ Հետևաբար խնդրում եմ, հորդորում եմ, ստապության կոչ եմ անում, որպես ավելի ձեզանից տարիքով ավակ անձնավորություն, որ միևնույն է այս ամեն ինչին պատասխան է տրամադրվելու։ Հետևաբար միջոցներ ձեռնարկեք անմիջապես, որպեսզի պարոն Ղուկասյանը ստանա համապատասխան բուժօգնություն իր բժշկի կողմից, իր բժիշկների կողմից։ Այսքանը։